Dar mikrofonu teslim Պարոն Կարապետյան, ինչով եք բացատրում ինքնաբացարկները, զանգվածային ինքնաբացարկները, որովհետև կարծես թե այդպիսի նախադեպ չի եղել ինքնուրույն։ Ինչ սցենար ունեք, ինչու է ներգաղթի պլանի մասերից։ Հնարավոր է, որ այսպիսի սցենար կա, որ ինչ-որ պահի մանդատները վայր դնեք, ձեզ համար կանխատեսելի լինի նրանից հետո եկող տեխնացուները։ Դա գաղտնի պլանի մաս է։ Անվստահելի թիմակիցներ։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները։ Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Բայց դա մեր քաղաքական մարտավարություն։ Պարոն Կարապետյան, ձեր հայտարարության հաղորդագրության մեջ նշել եք, որ այս անձանց ինքնաբացարկը պայմանավորված էր, որպեսզի նրանք պաշտպանեք նրանց հնարավոր իշխանական ճնշումների մասին է խոսքը կհստակեցնեք։ Ամենօրյա բռնաճնշումների։ Այս անձիկ այդքան էլ հանրային ճանաչելիություն չունեն, ինչ ճնշումների մասին է խոսքը, այսինքն ինչ-որ քրեական հաշվետվություններ եւ այլն։ 700 մարդ ձերբակալել են, դրանցից երևի հանրային ճանաչելիություն ունենային մի 5 մարդ։ Ինչի մասին խոսքը։ Բայց ակնհայտ է չձերբակալեին դրա համար զանգվածային դուրս եկան ցուցակներից, այսինքն ոչ թե ձերբակալեն, տարբեր տեսակի բռնաճնշումներ են։ Բայց ակնհայտ է, որ պարոն Կարապետյանի համար արդեն տեխնացուներ ունեք, Արամ Բարթևանյանի մասին է խոսում, Էդգար Ղազարյանի, կա արդեն տեխնացու։ Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել, շատ Պարոն շուտ Կարապետյան, քննարկել։ ներողություն, Նարեկ Կարապետյանի քրեական վարույթը, որ երեք արդեն հայտնի դարձավ, ինչին է վերաբերում։ Գիտեք, որ երկու հատ կա, մեկը այլ երկրի անձնագիր ունենալը թաքցնելը, կարծեմ մի հատ էլ կա բանակից խուսափելու, սա ինչ վարույթն է։ Տերտական ապօրինի վարույթն է։ Ինչին է վերաբերում։ Ենթադրյալի չի ինչին։ Այդքան վարույթ են հարուցում, մենք գիտենք ինչի են հարուցում։ Բացառում որ Նարեկ Կարապետյանին ձերբակալեն, որոշեն ձերբակալել, որոշեն տեղադրանք առաջադրել։ Են հարուցել, երևի եթե ուզեն մեղադրանք առաջադրել։ Սուրեն Պապիկյանը հարցադրում էր արել եւ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են ինչու Սամվել Կարապետյանի տղաները, եղբոր տղաները չեն ծառայել բանակում։ Դուք ունեք պատասխան, պարոն։ Իհարկե ունեմ, ես ասել եմ իմ տղաները, իմ եղբոր տղաները մի 100,000 անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո։ Դրա համար թող ինքը իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա, ում մասին պետք է։ Կներեք, բայց պարտադիր զինվորական ծառայությունը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով է, նախատեսված եւ եթե չկան ինչ-որ խոչընդոտներ, որ բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար էլ չեն ծառայել։ Ոչ մեկը անհարգելի պատճառով չի եղել։ Ինչ գիտությամբ են զբաղվել, հա։ Գիտնականներ են։ Նարեկ ուսումնասիրի, լրագրող ես։ Դե ուսումնասիրելու բանն էլ նաև հարց տալն է եւ պատասխան ստանալը։ Հարց տալը դու գնա իրենց տու, որովհետեւ իրենք լավ գիտեն։ Հիմա ես ինչ էլ ասեմ, կլինի կողմնակալ պատասխան։ Դրա համար ես ասեցի Սուրեն Պապիկյանը սկի չի երազի։ Ինչ կան բան են այդ տղաները արել Հայաստանի բանակի համար։ Ինչ են արել ձեր գաղտնի պլանից կասեք։ Չի կարելի, Նարեկ, այդ հարցին չի կարելի։ Պարոն Կարապետյան, գաղտնի պլանից հարցնեմ, էլի դուք երբ եք նախատեսում դա իրագործել։ Ինչա։ Մամուլը գրում էր, որ ունիշուստնի այդ հանդիպման ժամանակ արտահանման հարցում հաջողություն չգնացել։ Սարգսյանը վերջինս հակադարձ է քննում առանց մանրամասն բացատրելու։ Ինչ է կարծում, եթե կա պայմանավորվածություն, ինչու չի հանդիպում։ Ճիշտն ասած ես չգիտեմ, կա թե չկա։ Դրա համար հիմա ամեն օր մենք կզգանք, կա թե չկա։ Այսօր ես լսեցի, որ հերթական 3 միլիարդն են մսխում այդ հարցերը լուծելու համար։ Եթե լիներ պայմանավորվածություն, ինձ թվում է իրենք այդքան գումար չէին ծախսի աննպատակ։ Գաղտնի պլանի համար ինչ նախադրյալներ են պետք, որ դուք իրագործեք։ Տեսեք, ուզեմ սրա մասին խոսել։ Մեր գաղտնի պլանները երկար պլաններ են, քայլ-քայլ գնում ենք մեր գաղտնի պլաներով, քայլ-քայլ սև ցույց ենք տալիս։ Հնարավոր է որ սպասում ձեզ համար հարմար առիթ է Ռուսաստանի պատժամիջոցների խստացումը, որ սոցիալական բունտ լինի, ի՞նչն է ձեր հույսը։ Վերջո նախկինում էլ Ես արդեն հայտարարել եմ, որ ես դեմ եմ այդ պատժամիջոցներին ու իրոք անկեղծ եմ դեմ, դրա համար մեկ օր շուտ կանգնեցնելը
Դա շատ կարևոր է մեր երկրի համար ու մեր ժողովրդի համար։ Պարոն ՀԱԿ գլխավոր քարտուղարը բարձվում է պատրաստ է օգնել Նիկոլ Փաշինյանին, պայքարել եկեղեցու դեմ, նաև ձեր աջակիցների դեմ, ինչպես բացահայտել էին ռուս բրանդերները։ Ինչ կարծիք ունեք դուք այս հարցի վերաբերյալ, արդյոք սա Ես կարծիք ունեմ, որ իրենք արդեն 1 տարի օգնում են Փաշինյանին պայքարելու թե եկեղեցու դեմ, թե մեր դեմ, եւ նա փորձում է ամեն օր պայքարի։ Դուք թիմ ընտրություններին մասնակցելու պլաններ ունեք։ Հիմա իշխանությունը քննարկեց եւ ընդունեց օրենք, որ այն ուժերը, որոնք այդ կոռուպցիայի մեջ են հատախված եղել, չկարողանան քաղաքական գործընթացներին մասնակցել։ Մտավախություն չունեք, որ դա կտարածվի ուժեղ Հայաստանի վրա, պարոն Կարապետյան, եւ ինչպես եք դրա դեմ պայքարել։ Ուժեղ Հայաստանը, ես ասել եմ, չկա մեկ դեպք, չկա նարեկ, մեկ դեպք։ Դա իրենք ինչ արել են, այդ զայնագրություններով շեղեցին մեր վրա, բայց սահմանադրական դատարանն ցույց տվեց, որ այդպիսի բան չի եղել մեր ուժի կողմից, դրա համար դուք ուսումնասիրեք, այսինքն իրենք ամեն ինչ անում են ապօրինություններ, հետո մի քայլով շեղում են դա, այդ զայնագրությունները այդ շեղելն էր, որ իրենք իրենց արածները միլիարդ դոլարների հասնող ընտրակաշառքները շեղեցին մի քանի զայնագրություններով։ Պարոն Կարապետյան, ԲՀԿ-ից հայտնել էին որ 10,000 աշխատանքների մասին եւ Արարատ ցեմենտի աշխատակիցները այսօր շողոց էին եկել։ Դրանց զուգահեռ վարչապետը սպառնացել էր աշխատանքը կորցնելով, հետևակներ չունենալ ուշացել էր դեր այդ քայլերը։ Ու քանի որ աչքերով ունենք նաեւ դիցի օրինակը, ինչ է կարծում, ուր կտա նաեւ գործողությունը, դա ամենակարևորը հաղորդությունը ինչպես է հանդիպում։ Իրենք շատ մեծ հաջողությամբ Հրազդան ցեմենտը ոչնչացրեցին, կարելի ասել, հիմա կոչնչացնեն Արարատ ցեմենտը, հետագայում այլ ցեմենտներ կոչնչացնեն, իրենք թշնամություն են անում Հայաստանի տնտեսության հետ, ամբողջությամբ ոչնչացնում տնտեսության դեմ, ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսություն Հայաստանում, այդ 2 կոպեկները, դուք այսօր լսեցիք, ես մի բան լսել եմ, 150 տոննա լոլիկ են արտահանել այս մարդիկ, պատկերացնում եք ինչի մասին էր խոսքը, երբ օրը ամիսը 1000 տոննաներ էին արտահանում, այսինքն սրանք իրենց ստերով փորձում են արտարացնել իրենց ձախողումները։ Այլընտրանքային շուկաներ են ասում, ըստ իրենց դա այլընտրանքային շուկաներ գտնելու համար է, պարոն Կարապետյան, որ միակողմանի միայն մի երկրից կապվածություն չունենալ։ Չի ստացվում է։ Եթե այլընտրանքային շուկաների համար պետք է ծախսել ամբողջ Հայաստանի բյուջեն, իսկ այս տեմպերով իրենք դա անելու են։ Այսինքն ինչ են անում։ Մարդիկ գոնե, չգիտեմ ինչքան են, մի 200 դրամ ստանալու համար բարձում են մեքենաները, տանում են Վրաստան, միգուցե թափում են այնտեղ այդ ապրանքը, գալիս են, որ այդ 200 դրամը ստանան, տանեն իրենց վարկերի հարցը լուծեն, բայց դա բերելու է այդ ձեռնարկությունների փակվելու ու արդեն ուսումնասիրեք ինչ կան ձեռնարկություններ արդեն փակվել։ Դա տեղեկություններ է, թե ենթադրություն։ Դուք տեղեկություններ ունեք, որ այդ կերպ են վարվում։ Ես ենթադրում եմ, բայց իմ ենթադրությունները միշտ 90%-ով նման են։ Փաշինյանն ասում պետականացվելու է, այսինքն ըստ այդմ էլ ղեկավար կազմը փոխվելու աշխատանքները մնալու են, այսինքն Թե պետականացվել են, Հրազդան ցեմենտը Հիմա էլ պետականացվել է։ Արարատ ցեմենտն են ուզում պետականացնել։ Չեն աշխատացնում, մարդիկ 4-500 մարդ մնացել են առանց աշխատանքի։ Ով էր խանգարում իրենց։ Աշխատացնեն Հրազդան ցեմենտը։ Պարոն Կարապետյան, ես ինքնաբացակի մասով մի վարքան էլի, ես ինքնաբացակի Պարոն Կարապետյան, տեսեք, դուք նախկինում եք 2021-ի ընտրություններից հետո ընդդիմությունը խոստանում էր իշխանապողության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, փողոցային պայքար սկսեցին, իմպիչմենտի գործընթաց տապալվեց։ Հիմա ըստ ձեզ, այս խորհրդարանը ընդդիմադիր ուժերի պլանները ինչով են տարբերվում նախորդից։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք, դուք հաջողվելի է ձեզ իշխանապողության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, ինչ կանխատեսումներ կան։ Հիմա օրորի, ես ասել եմ, օրորի ավելի է ձախողվելու։ Դրա համար
ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է։ Պարոն Կարապետյան, Արդեն հավաքական։ ժամանակ Դե մոտավորապես պարզա ես չունեմ, բայց ես տեսնում եմ, քայլերը տեսնում եմ, իրենք կորցրել են իրականությունը։ Չկա արդեն, իրենք չեն հասկանում ինչ են անում, իրենք շարունակում են ստերով կերակրել մեր ժողովրդին, բայց դրան վերջ կա։ բայց մեկուսացնում են ընդդիմության առաջնորդներին, օրինակ Ծառուկյանի տեսակետը։ Ծառուկյանի տեսանք ինչ արեցին։ Հետո գուցե Համաշխարհային Նարեկ խայտառակություն էր դա։ Քոչարյանի դեմ էլ բաղ։ Փաշինյանը նույնիսկ ինքը իրեն գերազանցեց դրանով։ Այսինքն ինչ արեց։ Ամբողջ Ինչին աշխարհ եք սպասում, որ ինչ լինի։ Փաշինյանը գործում է ակտիվ, մեկուսացնում է ընդդիմության լիդերներին։ շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են ցույց տալիս։ Մենք սպասում ենք այդ սխալները կլինեն ճակատագրական եւ այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի, Ծառուկյանը նույնպես։ Գուցե դա Հայաստանի համար կդառնա ճակատագրական մտավախություն ունեք, որ Մենք արդեն կկանգնեցնենք, դա լինելու է Հայաստանի համար, դա լինելու է Հայաստանի համար, բայց մենք դա կանգնեցնելու ենք։ Եվ պարոն Կարապետյան, քնեք, այդ ոչ ժողովրդավար գնահատվող տեսարանը ոչ տեսանք Ծառուկյանից տանը։ Ասում են, որ դա Նարեկ ջան, դուք էլ եք, չէ՞ գնահատում ոչ ժողովրդավար դա։ ոչ ժողովրդավար։ Եվ ասում են, որ դա ազդակ էր ուղղված մյուս ընդդիմադիր լիդերներին, մեսեջը ձեզ Քոչարյանին ինչ հետևություն։ Ես Քոչարյանը արդեն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, այսինքն մեզ դրանով վախեցնել հնարավոր չի։ Դրա համար ինքը նոր բան պետք է հետաքրքիր մտածի մեր համար։ Դրանով մենք չենք Մարդը կմտածել, Ծառուկյանին ինչ մտածել։ Պարոն Կարապետյան, վերջին հարցը էլի այսօր նաև մամուլի լրատվամիջոցների թափանցիկության մեջ վարչապետն անդրադարձել, ավելի վաղ էլ նախագահի հետ էր այդ մասին խոսել, որ հատուկ խումբ է ստեղծվելու հրապարակումները համապարփակ ուսումնասիրելու համար։ Ինչ եք կարծում, ինչու է հենց այս փուլում այսպիսի նախաձեռնություն, այսպիսի խումբ ստեղծում։ Դե ինքը հայտարարել էր, ուզում է լրագրողներին ուղարկի ֆայլաբազար, դրա համար ուսումնասիրելու է ու ճանապարհ է, առաջին ինձ մա Նարեկին է ուղարկել։ Պարոն Կարապետյան, մի Շատ բարդ հարցեր է տալիս։ Պարոն Կարապետյան, Արդին գոներ, կեցեք ինքնաբացարկների մասով, 106 անց ինքնաբացարկ մտածեք, իսկ նշեցիք վստահության մասով, բայց կան այսպիսի մտավախություններ, որ դուք մտավախություն, այսինքն ձեր դաշինքը մտավախություն ուներ, որ այս անձինք կմիանան խորհրդան մտնելով իշխանության, դրա համար են նրանք հեռացել։ Դուք հավատացեք, ոչ մեկը չի միանա, նույնիսկ ոչ թե այդ 100 մարդուց, այն 100,000 մարդուց էլ ոչ մեկը չի միանա։ Իսկ են մինչև Դուք մի դրանում անհանգստացեք։ Իսկ հիմնական պատգամավորների ցանկից ինքնաբացարկություն